Ողջույն, ես Սվետլանան եմ, իսկ ես Նարեն, մենք հիմա կպատմենք Պարյուր Սևակի մասին հետաքրքիր փաստեր։ Քչերն գիտեն, որ Պարյուր Սևակը Սևակ անուն նստացել է ի պատիվ բանաստեղծ Ռուբեն Սևակի, ով մահացել է հայոց ցեղասպանության ժամանակ։ Սևակը տասնյակ երեխան էր եւ շատ էր սիրում իր մայրիկին։ Նա 5 տարեկանում արդեն կարողանում էր գրել, Պարյուր Ղազարյանը շատ էր սիրում կարդալ։ Ասում են, որ Պարյուր Սևակի պապիկը շատ էր գիր կարդածը եւ դրա պատճառով խելագարվել էր։ Սևակի մայրը շատ էր վախենում, որ նույնն կարող է կատարվել իր որդու հետ։ Ասում են, որ Պարյուր Սևակը թալաներ է գյուղի գրադարանը, որովհետեւ կարդալու գիր չկար։ Պարյուր Սևակի առաջին կինը Մայանն էր, նրանք միասին էին սովորել համալսարանում։ Երկրորդ կնոջ հետ Պարյուր Սևակը ծանոթացել է Մոսկվայում, նրա անունը Նելի էր, իսկ նա վրացուհի էր։ Նելին եւ Մայան ընկերուհիներ էին։ Պարյուր Սևակի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, բաժանորդագրվել մեր ալիքին, Սրտիկը տեսանյութը։